Բարդես հորիզոնը շարունակում է աշխատել ուղի եթերում։ Ապրիլի 24-ը շարունակում է մնալ ոչ միայն մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման, այլև արդարության պահանջի բարձրաձայնանոր։ Այնինչ կատարվեց 1915 թվականին, այդ օրերին կարող էր բնորոշվել որպես զանգվածային կոտորածներ, տեղահանություն ու բռնություններ։ Միայն տասնամյակներ անց հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը տվեց այդ ողբերգության բուն բնորոշումը՝ ցեղասպանություն։ Ընդհանուր հաշվարկով միայն 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղ ունեցած կոտորածներին զոհվել է 1,5 միլիոն հայ։ 2015-ին ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ առաքելական եկեղեցին սրբադասեց հայոց ցեղասպանության զոհերին։ Այսօր վաղ առավոտյան վարչապետ Փաշինյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետը, ազգային ժողովի նախագահ եւ արտաքին գործերի նախարարությունը։ Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի հայոց ցեղասպանության մեծ եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում։ Ապրիլի 24-ի կապակցությամբ հրապարակած իր տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաեւ մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու եւ մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։ Փաշինյանի խոսքով այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Փաշինյանի կարծիքով հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով եւ այս գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետությունը իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։ Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն, թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։ Իր ուղերձում էլ ընդգծել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այսօրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու եւ ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձևավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման եւ զարգացման հիմք։
խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։ Մեծեղեռնի զոհ դարձած 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ եւ ծերեր սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով, ընդգծվում է արտաքին գործերի նախարարության հղած ուղերձում։ Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման համար։ Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին 21-րդ դարում շարունակում են ականատես լինել ռասայական եւ էթնիկ անհանդուրժողականության, ատելության եւ այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների։ Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար եւ հետեւողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը եւ վերացմանը միտված նախաձեռնություններին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ուղերձը եզրափակում է հիշեցմամբ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած ցեղասպանության կանխարգելում բանաձևը։ Մարինե Դվոյան, Հորիզոն։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է եղել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի հայոց ցեղասպանության 100 հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դաժան հաշվեհարդարը անպաշտպան անմեղ մարդկանց նկատմամբ, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, վտարվեցին հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրում, ազգայնականությունն ու այլատիացությունը։ Մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Արդեն 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ։ Իսկ արդեն պատմության նոր փուլում Պետական Դումայի 1995 թվականի ապրիլի 14-ի հայտարարության մեջ։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը հայ ժողովրդին ուղերձ եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ X-ի իր միկրոբլոգում Ֆրանսիայի նախագահը գրել է. Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակում է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը եւ հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի եւ ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ։ Թուրքիայում հայոց պատրիարքին հասցեագրված իր ցավակցական նամակում նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրությունում հայերը կյանքի զրկվել են առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում։ Նա գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների նաև հայերն են խորը ցավեր կրել։ Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցու մատուցված պատարագի ընթացքում։ Ամեն ապրիլի 24 Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչներն այցելում են Հերերի կամ Ջարդի ձոր, խոնարհում բերելու սրբադասված նահատակների հիշատակին։ Այս տարածքը բոլորի համար ուխտատեղի, հենց այստեղ են 1918-ից 21 թվականներին կոտորածի ենթարկվել Ալեկպոլի եւ Ղարաքիլիսայի գավառների 51 գյուղերի 12000 բնակիչներ։ Հիշատակի միջոցառումներն այսօր առավոտյան մեկնարկել են Գյումրիի Բագրատունյաց պուրակից։ Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները շարքային գյումրեցիների ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել վերածնունդ հուշարձանին։ Առավոտ շուտ վերածնունդ հուշարձանի մոտ գլուխը խոնարհած կանգնել էր պատկառելի տարիքով պապիկը։ 84-ամյա Հակոբ Հելվաջյանը դողդոջուն քայլերով մոտեցավ հուշարձանին։ Մի պահ կանգ առավ, ծաղիկներ դրեց, հետո խաչակնկվեց։ Ես իմ պապերի գերեզմանին եմ եկել։ Մոռանալ հնարավոր չէ։ Կարելի է զսպվել, կարելի է համբերել։ Շատ անգամներ է իմ մեջ հարցահաճացել։ Ինչու է, որ մենք մինչև հիմա կանք։ Հակոբ պապը Մեծեղեռնի սարսափը տեսած մեծ Գերդաստանից մի ճյուղն է միայն, որը կենթանի է մնացել։ Հաշտ չէ պատմության հետ, այս թեման ալեկոծում է հոգին, միշտ է մտքերով կռիվ տալիս իջու համագերվում իրողության հետ։ Դա ի վերջո մեր ազգի ճակատագիրն է եղել։
Ամբողջ խնդիրը այլ բանի մեջ է։ Ինչու։ Ես դրա պատասխանը չունեմ։ Այս խոհերով հեռացավ տարածքից։ Արդեն 11 տարի է ապրիլի 24-ին Բագրատունյաց պուրակի վերածնունդ հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհում շարքային քաղաքացիները, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Հուշարձանը նվիրված է ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Հեղինակը քանդակագործ Ֆրիդ Սողոյանն է։ Քանդակում ձեռքերում պահած խաչը քրիստոնեություն է։ Երկու ձեռքերը Սփյուռքն ու Հայաստանն են, որ համախմբվել են հավատքի շուրջ ու պահպանում են այն, որպես վերածնվող կյանքի նոր սկիզբ։ Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչների համար հիշատակի հարգանքի ուխտատեղի է Ջաջուր գյուղից 3 կիլոմետր հեռու գտնվող Հերերի ձորը, որը տեղի բնակիչներն անվանում են Ջարդի ձոր։ Առավոտից երկու մարզերի բնակիչները երթով, խմբերով գալիս էին Հերերի ձոր։ Իմ երկու պապերը անձամբ իմ երկու պապերը զոհ են գնացել, մեկը Ղարսում, մեկը Մուշում։ Սա մոռանալ չի կարելի, հնարավոր չէ մոռանալու բան չի սա։ Ես իմ թորնիկներից արդեն փոխանցել եմ, զավակներից փոխանցել եմ եւ հույսով եմ դա կշարունակվի, դարերով կշարունակվի։ Տարերել անցնի, ինչքան էլ անցնի, մոռանալ հնարավոր չէ։ Սերունդ է սերունդ, փոխանցելն էլ էս է, որ մեր երիտասարդությունը երբևիցե չմոռանա ցկտի, պահե հայրենիքը, ինչքան հնարավոր է, ուժեղանը։ Երբ կա ճանապարհ, ճանապարհի առջևում միշտ պետք է լինի լույս, որը պետք է տանի ճիշտ ուղիով, որբեսի չմոլորվենք, որբեսի հիշենք։ Այ ուսուցիչները այն լուսատուներն են, որոնք պարտավոր են եւ պետք է տանեն, ստանձնում են առաքելությունը լինելու այն լուսատուները, որոնք կկրեն մեր գենը, մեր հիշողությունը եւ այդ գենի եւ այդ լուսավորության շնորհիվ այլևս մենք չենք ունենա այս ողբերգությունը։ Թեև մենք փոքր ենք, բայց մենք ինքներս մեր ուսուցիչների շնորհիվ այդ գաղափարը կրում ենք մեր մեջ եւ պետք է երբեք կյանքում չմոռանալ։ Խորում ձորի ժայռերը լուռ են, դեռ չկանաչած։ Պատմական վկայություններն են խոսում այն մասին, որ հենց այս տարածքում հայերի զանգվածային ջարդեր են իրականացվել 1918-ից 21 թվականներին։ Կոտորածի են ենթարկվել Ալեկպոլի եւ Ղարաքիլիսայի գավառների 51 գյուղերի 12000 բնակիչներ։ Հարակից գյուղերում բնակություն էին հաստատել 1915 թվին Արևմտյան Հայաստանից գաղթած հայ ընտանիքները։ Շիրակի եւ Լոռու մարզերից եկած մարդիկ չեն մոռանում այն պատմությունները, որոնք իրենց են հասել արյունակիցների պապերի միջոցով։ Դե երեխեքը պետք է իմանան մեր պատմությունը, այս հայոց չարտը, որ եղել է մեր պատմության մեջ, երեխաները պետք է իմանան այդ ամեն ինչի մասին։ Մեր անցած յուրաքանչյուր դառնության, պատմության էջը մեր զավակները պետք է տեղյակ եղնին ու իրանց տուրկը, իրանց հարգանքը տան մեր նահատակներին անմեղ։ Երեխեն հասկանա թե մեր հայ ժողովուրդը ինչ պատմություն է ունեցել, ու ինչ պատմության ու ինչ տանջանքների, չարչարանքների շնորհիվ մինչև այսօր գոյատևում է։ Թող հասկանան բոլոր երեխաները։ Ոստոն գիտենա, որ ենք եկել եւ ինչ ենք անելու։ Ժամանակին պետք է սովորացնել երեխաներին։ Այս պատմությունները չեն մոռանցվում, փոխանցվում են սերնդեսերունդ, դրանք վավերագրություններում են նաև։ Վանաձորի թիվ 15 դպրոցի աշակերտներն առաջին անգամ էին Հերերի ձորում։ Տեղանքը ծանոթ չէր, բայց մեկ դար առաջ կատարված դեպքերի մասին ընտանիքում դպրոցում լսել են։ Մենք Վանաձորից ենք եկել ենք Ջարդի ձոր ու գիտենք Ջարդի ձորից օրինակ, որ Հայաստանը միակ վայրն է, որտեղ եղել է ցեղասպանություն։ Գիտենք, որ այն վախտերին ստեյից մարդկանց են գցել, տենց արունն է սա տենց եղել, անձրևի պես տենց իջել է։ Մեծ ու փոքր ծաղիկներ էին խոնարհում Ջարդի ձորում տեղադրված հուշակոթողին։ Պետական կառույցների տարբեր ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկի պսակներ էին դնում, շեշտելով կարևորը, որ բոլորը պատմության մեծագույն ոճրագործությունը չմոռանալու եւ դասեր քաղելու պատասխանատվության կրողն են։ Այս էջը մեր պատմությունից հնարավոր չէ ճնճել, այս մեր ինքնության մեջ է մեր պատմության մասը, ողբերգական մասերից մեկն է, ինչ կանել խոսեն ու ասեն անհնար է, տարերով գնալու է, այս էջը երբևիցե չի ճնջվելու մեր պատմության, մեր հիշողությունների մեջ։ Բայց ամենակարևորը այս պատմությունից դասեր քաղելն է ու հասկանալ թե ինչի համար է տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել եւ ինչ պիտի անենք մենք, որ երբևիցե նման ցեղասպանություններ տեղի չունենան։ Միտքը մեկն է, հիշում ենք եւ պահանջում ենք։ Դա է։ Մենք միշտ պետք է հիշենք եւ պահանջատեր լինենք։ Ուրիշ բան չկա, դա մեր ազգի հետ է եղել, ուրիշ ազգերը ինչ կերպ ուզում են ներկայացնեն, միջազգային հանրությունը ինչ կերպ ուզում
ներկայացնել, դա մեր ցավն է, մեր վիշտն է, մենք հիշելու ենք եւ պահանջատեր ենք լինելու։ Ներկա սերունդը պետք է կարևորի ցեղասպանության դասերը, կարևորի ցեղասպանության պատճառները եւ հետևանքները։ Ըստ էության մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել ժամանակին տեղի ունեցածը եւ այսօր ամբողջ մարդկությունը պետք է ոչ միայն դասեր քաղի, պետք է այնպիսի քայլեր իրականացնի, որ նման ցեղասպանություններ չկրկնվեն։ Իսկ բնության օրինաչափությունը չխախտվեց նաև այս տարի։ Ամեն ապրիլի 24-ի Ջարդի ձորում ձնախառն անձրևում է, բայց դեպի ձոր մարդկանց հոսքը չի դադարում։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Գումարի արգելոց թանգարանում բացվել է 100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով խորագրով լուսանկարների ցուցադրությունը։ Այն նվիրված է նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույզ գիտնական խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի եւ նրա հանձնախմբի Հայաստան այցի 100-ամյակին։ Ցուցադրությունը հիշեցում է Նանսենի անօրանալի ներդրման մասին, մեծ եղեռնից փրկված եւ գաղթականության ծանր պայմաններում հայտնված հայ ժողովրդին աջակցելու գործում։ Ներկայացված են ինչպես նրա Հայաստան այցի վավերագրական կադրերը, այնպես էլ հեղինակային լուսանկարներն ու դրվագներ հուշերից։ Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին։ Ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշուլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ Իր հուշերում այսպես է գրել նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույզը, գիտնականն ու մեծ մարդասերը Ֆրիտյոֆ Նանսենը, խոսելով հայ ժողովրդի ու Հայաստանի մասին։ Նա տեսել էր ցեղասպանության արհավիրքները, որփացած երեխաներին, կոտորածը, տեղահանումն ու հայրենազրկումը։ Նանսենի կյանքն ու ուղին հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Նրա յուրաքանչյուր քայլ միտված էր աջակցելու մի ազգի, որն օգնող ձեռքի կարիք ուներ։ Նա ինքը եղավ այդ օգնող ձեռքը, ով մինչև վերջ հազար թելով կապված մնաց հային ու հայ ժողովրդին։ Սիրում էր մեր ազգը եւ մի դեպքում ասում է, որ լավ կլիներ, եթե ընդհանրապես եվրոպական երկրները հայ ազգի անունը չիմանային։ Այսինքն հայկական հարցը չարչարգվեց, շատ երկրներ շահեցին դրանից, իսկ մեր ժողովուրդը դուրս եկավ տուժված։ Ցուցադրությունում ներկայացված են Նանսենի կյանքի գրեթե բոլոր փուլերը ներկայացնող կադրերը։ Հատուկ շեշտադրում կա նրա գործունեության այն հատվածի վրա, որը նվիրված էր հայ ժողովրդին։ Առավել ուշագրավ է Նանսենյան անձնագրի պատը։ 1924 թվականին, երբ Նանսենը սկսեց զբաղվել հայ փախստականների խնդիրներով, նախաձեռնեց քաղաքացիություն չունեցող անձանց համար հատուկ պաշտոնական քարտի ներդրումը։ Այս փաստաթուղթը հնարավորություն էր տալիս փախստականներին բնակվել եւ ազատ տեղաշարժվել կոնֆերանսին մասնակցող երկրներում, ազատվելով քաղաքացիություն չունեցողների նկատմամբ կիրառվող սահմանափակումներից։ 1942 թվականին Նանսենյան անձնագիրը ճանաչեցին արդեն 52 երկրներ, դառնալով փախստականների համար առաջին միջազգային ճանապարհորդական փաստաթղթերը։ Ընդհանուր առմամբ թողարկված շուրջ 450,000 անձնագրերից ավելի քան 320,000-ը բաժին հասան հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, որոնք սփռվել էին տարբեր երկրներում։ Ամենամեծ թվով անձնագրեր ստացել են Ֆրանսիայում բնակվող հայերը։ Նրանց շարքում են բազմաթիվ հայտնի անուններ։ Օրինակ Աշակ Չոբանյանը, Շալ Անձնավուրի մայրը եւ հայրը, Անրի Վերնոյը, բոլորն Նանսենյան անձնագրով են ցեղասպանության տարիներից մազապուրս եղել, բայց նաեւ Վիկտոր Նաբոկով, այնտեղ բազմաթիվ Աննա Պավլովա, բալերինա։ Անձնագրերի թողարկումը մեծ մարդասերը վերջնական լուծում չհամարեց։ Ազգերի լիգայում հարց բարձրաձայնեց եւ առաջարկեց պայմաններ ստեղծել, որպեսզի հայ գաղթականները վերադառնան խորհրդային Հայաստան։ 1925-ից 29 թվականներին նա անձամբ ղեկավարեց հայրենադարձության հանձնաժողովը։ 1925 թվականի հունիսին ժամանեց Երևան, եղավ տարբեր շրջաններում, ուսումնասիրեց գաղթականներին ընդունելու հնարավորությունները։ Նա մասնակցեց նաև Շիր կանալի, Շիրակի ջրանցքի բացմանը, որը իրադարձություն էր խորհրդային միությունում։ Լենինականի երկաթուղային կայարանում նրան դիմավորեց Հայաստանի կառավարական հանձնաժողովը Արամայիս Երզնկյանի գլխավորությամբ։ Երբ նայում ենք խապված ժողովուրդ գրքի այդ հատվածը, որը Նանսենի հուշերն են, նա ասում է, որ իրեն դիմավորում էր մի մեծ շքախումբ, այդտեղ կար ճոճվող կամուրջ, որից Նանսենը նետել էր իր լայնդեզեր գլխարկը եւ նույնիսկ գիտաժողովի ժամանակ ես ներկայացրեցի մի կատակ անեկդոտ, համաձայն որի այն բանից հետո ինչ Նանսենը նետել էր իր գլխարկը, գյումրեցիները, ալեքսանդրապոլցիները ասում էին, որ Շիր կանալի ջրով հասել էր Կասպիցով, այնտեղ հայցակնորսները բռնել եւ հետ էին ուղարկել Նանսենի գլխարկը դեպի Նորվեգիա։
Թանգարանի տնօրենը պատմում է, որ Շիրակի ջրանցքի բացմանը հաջորդել է Լենինականում շրջայցը քաղաքագլուխ Գևորգ Հանեսօղլյանի հետ եւ ավանդական ճաշկերույթ է, որի մասին Նանսենը գրառումներ է կատարել իր հուշերում։ Շատ հետաքրքիր նաև բանաստեղծ Հակոբ Հակոբյանի ներկա գտնվել է այս Չանախի արարողությանը, որը արտասանում է իր Բոլշևիկե շիրկանալը պոեմից մի հատված։ Նաև պիտի նշենք այն մասին, որ Չանախի այդ ուտեստը ճաշակելիս արկա է եղել Լունաչարսկին կնոջ հետ, Նանսենը իր հանձնախմբով եւ մեծ արվեստագետ քանդակագործ Մերկուրովը եւ մատներով է գերել Մերկուրովը այդ Չանախը եւ Լունաչարսկուկինը շատ զարմացել է այդ երևույթից, բայց Լունաչարսկին ասել է, որ մենք էլ կարող ենք նման ձևով ճաշակենք։ Լենինականում գտնվելու ընթացքում նա այցելել է նաև Ամերկոմի որբանոցներ, զգալի պարենային եւ դեղորայքային աջակցությամբ։ Այդ ամենը շնորհիվ Ժնևում նրա հիմնադրած կենտրոնական բյուրոյի եւ մի շարք երկրներում բացված Նանսենյան գրասենյակներում հավաքված նվիրատվությունների։ Այնտեղ տեսնում է, թե ինչպես որբերը, երկրագործությամբ զբաղվող որբերը արդեն տնկել են այդ շիվերը եւ սպասում են ոռոգման այդ պահին, ու երբ որ ջուրը գալիս է, նրանք փորձում են կազմակերպել ոռոգում։ Այսինքն Նանսենի հանձնախմբի այցը Հայաստան, հայերի տեղաբաշխումը Սարդարապատում, որովհետեւ ամայի էր Սարդարապատ, այսինքն այնտեղ էլ պետք է ոռոգիչ ցանց կազմակերպվեր, որպեսզի հնարավոր լիներ հայերին վերաբնակեցնել այստեղ եւ այդ ամենը շուրջ 7000 հայեր, փաստորեն, եթե չեմ սխալվում, շուրջ 7000 հայեր վերաբնակեցվում են։ Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված բազմաթիվ հոդվածների, զեկույցների եւ ելույթների հեղինակ է մեր ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենը։ 1927 թվականին նորվեգերեն հրատարակվել է նրա Հայաստանում ծավալուն աշխատությունը, որը հետագայում թարգմանվել է անգլերեն եւ ֆրանսերեն, ինչպես նաեւ գերմաներեն, խաբված ժողովուրդ վերնագրերով։ Գրքի վրա կարմիր տառերով գրված է. Մեղադրանք անտատի եւ ազգերի լիգայի դեմ։ Ցուցադրությունում լուսանկարների կողքին ներկայացված են նաև այս եւ Նանսենի նվիրված այլ գրական նյութեր։ Այն բաց է մինչև մայիսի 10-ը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրիի դրամատիկական թատրոնի մեծ բեմում կրկին համաշխարհային արվեստի մեծանուն դեմքերից մեկի Արշիլ Գորկու կյանքի ու ստեղծագործության պատմությունն է։ 11 տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում բեմ բարձրացած Արշիլ Գորկի ներկայացումը նույն հուզականությունն է փոխանցում։ Սյուժեն անդրադառնում է մեծ եղեռնից փրկված Ոստանիկ Ադոյանի, ում հետո պետք է ճանաչեին Արշիլ Գորկի կեղծանունով օտար հողում նոր կյանք ու արվեստ սկսելու պայքարին ու ողբերգական վախճանին։ Իշե, դու Ադոյան ես։ Դու չես կարող փոխել աշխարհը։ Ծանր է ու անասելի այն մարդու ճակատագիրը, ով իր սրտում կրում է կարոտն ու ցավը։ Դժվար է նրա ճանապարհը, ով ստիպված է հեռանալ իր տուն ու օրանից, օտար ափերում կյանք որոնելու։ Վանից դեպի Ամերիկա։ Նման ճակատագիր պարտադրեցին հայի արժանավոր զավակներից մեկին, Ոստանիկ Ադոյանին, աշխարհին հայտնի Արշիլ Գորկուն։ Նրա կյանքն ու ներաշխարհը բեմում վերակենդանանում են որպես ներկայի ու անցյալի հիշողությունների անվերջ բախում ու պատերազմ։ Ագրավակար, Վան, Գորկո, մի հոգի փակված է ձեզ լայրերի մեջ, ձերա մատան ու պաղջրերի խորակունքներում, ագրավակար, վերադարձրու ինձ, որ ձեր մերիք մեջ գտնեմ կորած առասներ։ Ներկայացումը պատմություն չէ մեկ արվեստագետի մասին, այն հայ նկարիչ Արշիլ Գորկու միջոցով ամբողջ մի ժողովրդի ճակատագրի ներկայությունն է։ Սա սեղմ, բայց խորքային անդրադարձ է 1915 թվականի ողբերգությանը։ Բեմը ամբողջական կտավի է վերածված, որտեղ կինոժապավենի նման կադր առ կադր Ոստանիկ Ադոյանը վերապրում է իր անցյալը։ Տեր, դու թունեցիր նրանց։ Ողջ էությամբ էր հայ, որովհետև նա երբեք չդադարեց մտածել հայերեն, նրա գույները երբեք չդադարեցին լինել հայերեն, նա հայերեն էր ստեղծագործում։ Եվ ինչպես Սարոյանն ասում է, ես գրում եմ անգլերեն, բայց մտածում եմ հայերեն, նա նույնպես, որովհետև նրանք այն սերունդն են, ովքեր որ ոչ թե իրենց օժար կամքով լքեցին, այլ նրանք ստիպված են եւ արմատներին շատ կարճած են։
եւ իր ամբողջ ապրումները նա դրեց իր ստեղծագործությունների մեջ։ Իսկ պայքարն ու ներսում կուտակված ցասումը գալիս էին մորը Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանին տված երթումից։ Մի օր անպայման վերադառնալ, վրեժ լուծել։ Նրան ապրեցնում էին Վասպուրականի ու Շատախի երգերը նաև, որ երգում էր քրոջ հետ։ Այդ երգերի մեջ կարոտախտ ու հայրենաբաղձություն կար, որ չես արտահայտի ոչ մի այլ բանով։ Միգուցե եւ ներկայացումը դիտող հանդիսատեսը հասկանա, որ հայրենիքը ամեն դեպքում ամենաթանկ բանն է, որ ունես, եւ եթե հնարավոր է, որ չգնաս, ես լքել բառը չեմ ուզում օգտագործել, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր գնացին, որովհետեւ հանգամանքը զորեղ էր։ Մեղադրել չի կարելի, որտեղ մենք չգիտենք մեզ հետ ինչ կլինի վաղը եւ չտա Աստված։ Բայց ամեն դեպքում գնացողները կարծում եմ ավելի մեծ ցավի ու վշտի ու հիշողության մեջ են, քան մենք որ մնացել ենք։ Պիեսի հեղինակ Աննա Պետրոսյանն առաջիններից էր, ով 1980-ականների սկզբին խոսեց ու հայ հանրությանը ներկայացրեց Արշիլ Գորկի կեղծանունով աշխարհին հայտնի դարձած գեղանկարիչ Ոստանի Կադոյանին։ Ինչպես պիեսը, այնպես էլ Գորկու մասին նրա հետագա գրությունները ստեղծվել են քրոջ հետ նամակագրությունից ստացված տեղեկատվությունների հիման վրա, տալով ավելի անձնական ու խորքային պատկեր արվեստագետի կյանքի մասին։ Ներկայացումն արդեն ավելի քան 10 տարի չի իջնում բեմից, միևնույն ժամանակ այն կրում է ուսուցողական բնույթ, հատկապես դպրոցահասակ հանդիսականի համար այն հնարավորություն է ճանաչելու մեր մեծերին, նրանց անցած ճանապարհը եւ ծանոթանալու անցյալի պատմությանը։ Գնում եմ! Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։ Ապրիլ 24-յան հատուկ թողարկումներով եթերները Հորիզոնը շարունակում է, հետևեք Երևանյան մեր գործընկերներին, իսկ ժամը 19-ին տեսանկյունն է եթերում, տեսանկյան հյուրն է։ Արվեստագիտության թեկնածու դոցենտ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։ Թուրքիայում հայոց